Երեք Հայաստան խմբակցությունը առավոտյան մեկ այլ հարց բարձրաձայնեց։ Բայց մերոնք չեն խոսել դրա մասին։ Ձեր կարծիքն էլ է հետաքրքիր, ինչ է կարծում, այս ամենը մերոնց կարծիքից չի տարբերվում։ Ես կարծում եմ, որ մանավանդ հիմա քանի որ այս հոգևոր թեմաները տրենդի մեջ են, չնայած դրանք իմ համար տրենդ չէ, դրանք ազգային, այսինքն հոգևոր անհրաժեշտություն է, բայց ավետարանը ասում է այո, պետք է այո լի, ոչը ոչ։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, մամիջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տամ։ Դրած է, ինչ տարբերություն։ Ոնց որ մի քեզ 5000 դոլար փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Ու տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ, էլի։ Քերոկի չասի։ Անդրանիկ Մակարյանի նախաձեռնությամբ հայրենիքի մեջնագին համաձայնեք հայ եկեղեցու պատմություն առարկայի դասադուլման Ավեհափարի հետ հատուկ կառավարությունը պայմանավորված հուշագիր ստորագրել։ Ամեն դեպքում առաջին թիրախավորված նաև այդ առարկան արդեն հեռացվեցի իշխանությունների թերթև ձեռքով վերադառնալով հենց այս հարգանքին հայ առաքելական եկեղեցու հանդեպ ինչ փոխվեց այսօր, որ իշխանությունները այսպես կարողացան սկսել դատել սեփական մեղքերը թողած հայ առաքելական եկեղեցուն եւ հոգեվոր առաջնորդներին եւ ինչ պետք է անել գործնականորեն աջակցելու եկեղեցուն, որովհետև տեսնում եք ամենօրյա ռեժիմով հաթաթաներ եւ Զարա ջան, այնքան լավ հարց եք տալիս։ Բազմիցս երկար պետք է պատասխանել։ Ըստ տեսախցիկներին էլի նայեք։ Ես որ տեսախցիկներին չնայեմ, տեսախցիկները ինձ կնայեն, չէ՞։ Տեսեք, ժողովուրդ, երկու բան կա, մինչև եկեղեցու հարցին անդրադառնալը։ Սա աբսուրդ է, գիտեք ինչ է, որ Արցախը հանձնած է, 5000 զոհ տված է, 5000 զոհի պատճառ դարձած է, չգիտեմ, Արցախի հայաթափումը իրականացրած է, Ադրբեջանի եւ Թուրքիայի պասով ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվողը, Երրորդ հանրապետությունից հրաժարվողը, Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը կանգնում է ինքն է հարցեր տալու։ Սա մեր բոլորիս եւ լրագրողների եւ քաղաքական գործիչների եւ ընդդիմության եւ ազգային բոլորի եւ հոգեվորական սա մեր բոլորիս խայտարակությունն է։ Մարդը պետությունը կործանել, այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք այդ կուսակրոնությունն է մեղավոր։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Դու ես ասել, ինչ պետք է անել բանակցում եմ։ Դու ես ասել, ես սկսել եմ Սերժ Սարգսյանի, չեմ սկսել Սերժ Սարգսյանի կետից, իմ զրոյական կետից եմ սկսել։ Դու ես ասել Արցախը Հայաստանը եւ վերջ, այնուհետեւ գնացել ես Արցախը Ադրբեջանի կազմի մեջ ճանաչել։ Դու ես նույնիսկ պատերազմի ավարտից հետո 44 օրյա հայտարարել, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի։ Դու ես 21 թվականին ասել անջատում հանուն փրկության, Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա։ Ու այսօր դու եկել ես, ինչ որ դու ես հարցեր տալի։ Մենք պետք է քեզ հարցեր տանք։ Եթե զեկերում մի հոգի պետք է ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ու ամբողջ աշխարհում դες բան չկա։ Իշխանություններն են հարցեր տալի։ Այս մարդը նստելիք դա հարցը դուխի ես կուսակրոն, չէ, դուխի սենսես, այ քեզի բան։ Մենք պետք է քեզ հարցեր տա, դու ես այս պետությունը կործանել, դու որ դարձել ես զեկերի ղեկավար, երկու հայկական պետություն ա եղել։ Եվ ես կոչ եմ անում եւ հոգեվորականներին, եւ ընդդիմադիր գործիչներին, Հերիք Արտարանակ։ Հերիք Արտարանակ, սրան պետք է ճանապարհենք։ Մենք իրան հարցեր ունենք, 5000 զոհ ոչ հոգեվորականությունն է տվել, ոչ նախկինները, ոչ էլ լրագրողները, ոչ էլ ռուսներն ու ամերիկացիք։ 5000 զոհի պատճառը Նիկորն է, որը կանգնել ասել է, արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Համի այդ ասած մարդը եկել իրան իրավունք է վերապահում, հարցեր է տալիս, պահանջներ է տալիս, եթե հենց այդ կառավարության շենքը մաքրին որ մտածյալ խոսի բաների մասին։ Սա մեկ։ Հիմա գանք եկեղեցուց, ինքով ա որ եկեղեցուց խոսում է։ Կաս ամանադու, այս ամենը հավատավոր ժողովուրդը թող գնա եկեղեցի կիրակյորը պատարագների մասնակցի հաղորդություն ստանա, բայց եթե նա մկրտված չի, նա ո՞նց կարող հաղորդություն ստանա։ Իշքան գիտեմ, ասել եմ մկրտված չի։ Չմկրտված մարդը իրավունք չունի հաղորդություն ստանա, ոչ էլ պատարագների մասնակցի։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ մսկիթում աղոթեմ։ Այդ աստիճան օտարած, բայց սաղմոսները մեջ բերում։ Ցավը տանեմ, հիմի որ սաղմոսները մեջ բերում, սաղմոսները մեջ բերում, բայց սաղմոսները թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես ասում է։ Դրանից առաջ էլ հայոյում է հոգի։ Հիմա ավարտեմ, մի վարտամ ասեմ, էլի։ Ես մի առաջնային ասեցի, չէ՞։ Սա արդյունքն է, հա։ Որ փոխարեն մենք իրեն հարցեր տանք, մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով։
որտեվ ինքն է կործանել մեր հայրենիքը։ Մենք եկել արդարանում ենք, մեկ ասպա, վայ ես կուսակրություն չեմ խախտել, այն մեկ ասպա դուրս դե արդարանում թեմա չկա։ Եկեղեցին անջատա պետությունից։ Դու ով ես вообще դրա թե։ Կա խնդիրներ։ Այդ խնդիրները եկեղեցին ինքն իր եկեղեցական ժողովներով կորոշի դու ով ես որ ցույցից խոթել ես եկեղեցին մեջ։ Ասիկա քու կառավարությունում սաղ չոտքի ես արել, հիմա լուծում ես եկեղեցի մանես։ Եկնում եմ Արցախը հանձնող մարդը, 5000 զոհ տված մարդը, Արցախի հայաթափումը Ալիևի հետ կիսու ոչ մի բան չարած մարդը, երբ որ լռել է, երբ որ ասկա ես չեմ խառնվում, երբ որ արդարացել է էթնիկ զտում Արցախի։ Այդ մարդը ինչ իրավունք ունի ինչ-որ մեկին հարցեր տա։ Սա մեր խայտարակ, բարոյական, հոգեբանական, તો մարտական բոլոր վիճակների խայտարակության մասին է խոսում։ Մենք պետք է իրան հարցեր տանք։ Հերիք բոլա, ու բոլորին եմ ասում, հերիք ասես վախը խորած պատասխանեք։ Վայ ասես, վայ չասես, վայ կամ մեկ ասում բան ունեք, կամպրամատ ունեք։ Ախպերին ինչ պետք է անի, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմ, դրանից մեծ կամպրամատ։ Կանգնել ասել Արցախը Հայաստանի վերջը մի ասում Արցախն Ադրբեջանն է։ Կանգնում ասում դեռ պետք է հասկանանք ցեղասպանությունն ինչու է տեղի ունեցել։ Ինչու 39 թվականին ցեղասպանության օրակարգ չկար, 59-ին առաջացավ։ Յա։ Այդքան բանը ձեզ քիչ է։ Էսի սա հայկի ու բելի կռիվա։ Արթուր Մեջանին ասում է սա հավիտենական պայքար է։ Հələ կտենանք, հայկն է հաղթալու ոսող բելին, թե հակառակը, ոնց որ երկի մեջ, թե ահա եւ վերջ կլինի։ Հավասարի բյանով է փակելու, պարոն Շարմազանov, ասում է հայրական։ Հələ դուք ձեր ներքին հարցը լուծեք, նոր հասեք Ալաշուկյուրին, էլի։ Ուսապ համատեղ են, չէ՞ գործում։ Ասում են բոլոր համընկնումները պատահական են։ Զարա ջան, բերեք մենք միան մեր տաճարը մաքրենք, մեր տաճարացնելով ես Հայաստանի Հանրապետությունի նկատի ունեմ։ Հետո նոր ասենք բանի։ Բայց մտավախություն չկա, որ քաղաքական փոփոխությունների ժամանակ ինքը այնպես կանի, որ եկեղեցին այլևս անջատ չի լինի պետություն։ Այդ ցավական է, այնպես ոնց պետք է, եթե ժողովուրդը իրան պահի, ժողովրդի նման, ազգի նման, ոնց պետք է ան։ Բայց սահմանադրությունը փոխվում։ Ոնց է փոխում հանրակրվեով չեն փոխելու։ Որ դու չգնաս քվեարկես ոնց է փոխելու։ Ես չեմ գնա, բայց Դե դու չես 7 տարի Եթե պետք է փոխի, ժողովուրդը պետք է ոչ մի բան չար ավարտեմ։ 21 թվականի խափել է։ Հիմա եթե այսքանից հետո, եթե պետք է խափի ուրեմն ես ժողովրդի արշանիքի անկախ պետության էլ ինչ եք ուզում ասեմ։ Եթե այսքան պետք է խափի ուրեմն դուք չհասկացա 5000 տարվա պետականություն ունեցող մարդիկ ամեն անգամ ասեք խափեք, դա ներողություն ես, չեմ ուզում այլ համեմատություն անել։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել վերջում ասել բանա։ Եթե դեմդ մինայա դու չէ ականը դրածա, դու չես տենում, քեզ գուշ ասում են որ դե ականա։ Դու համառորեն դնում ես ոտը դնում ես այդ ականի վրա, վերջում ում ես ուզում մեղադրես։ Ես էլ ասում եմ 7 տարի է։ Ես Աշոտյան Արմեն ամբողջ հանրապետական կուսակցություն չենք զգուշացել։ Եվ ական չունի թող լսի, օղաշ ունի թող տեսնի։ Հետո մի ասեք, վայ, ես միշտ առանց պայքարի չի լինելու։ Առանց պայքարի ամեն ինչ էլ հայ ժողովրդի ձեռքում է։ Այդ դավադրությունը միավը, սա լյուբոյ մարդուց կախված է, լյուբոյ հայ մարդուց, ցանկացած հայ մարդուց է կախված, Հայաստան կլինի թե չի լինի։ Եվ Հայաստանը բաժանված է 3 մասի։ Մի մասը դա Նիկոլի վկաներն են, մի մասը, ամենամեծ մասը դա անտարբերներն են, եւ մի մասը ազգային հասարակությունն է։ Նեժդեհան բառերով ասեմ։ Նեժդեհն ասում է, հասարակությունը 3 մասից է կախված։ Տականքը, ցանկացած հասարակություն, ժողովուրդը եւ ցեղը։ Ցեղը դա ազգային արժեքներովն է, տականքը հասկանալի է, ժողովուրդը չկողմնորոշված։ Երբ որ ցեղն է ավելի ակտիվ լինում, ինչպես 88 թվականին, 90-ականներին, դու ունենում ես 90%-անոց ցեղային հասարակություն, երբ որ տականքն ակտիվանում, դու պարտվում ես։ Հիմա մենք պետք է մեր մեջ հասկանանք։ Մենք պետք է մեր խնդիրները լուծենք, ժողովուրդ ջան։ Հիմա կանգնենք լացենք, ասենք, վայ ժողովուրդ, բանի վրա հարցա, էլ լավ է, ինչ պետք է անի։ Այս մարդը թող նույն ոգևորությամբ թող գեյների մասին խոսի։ Պարզ չի ինչ անում։ Բայց եթե մենք իրեն, մեր պայքարով, դուք ձեր հարցերով, ինչ մեկ մի ժամանակ որ դու գնում եք ասում լիստը մեկը ռեքսին հարցը եք տալի ոնց է շշկարվում։ Բայց ինքը կոմֆորտ զոնայի մեջ է։ Մեր ասածել ո՞րն է որպես ընդդիմություն։ Ասենք ժողովուրդ ջան, չի կարելի մինչև 26 թիվը այս մարդուն թողա կոմֆորտ զոնայի մեջ գնահատության։ Կեսիդ բռնելու է, կեսիդ էլ հանձնելու է Բաքվի բանդ։ Այդ եք ուզում։ Հետո կգնաք նույն կամերում իրար հետ կխոսակ, ռասվիրատ կանեք, ով է ճիշտ, ով է սխալ։ Ստեսում։ Շնորհակալություն։ Հասկանալ ավարտում ենք։